ժողովրդի հետ կապված ինչ կարող եք ասել մեր մայիսյան եռատոնը։ Դե այն կարամ ասեմ, որ մայիսյան եռատունը պետքա փորձենք կրկնենք, իսկ այդ կրկնելը կախված է մեզնից։ Պետքա նայենք տեսնանք ոնց եղավ այդ հաղթանակները ոնց են կերտվել։ Հաղթանակները կերտվել են, երբ որ եղել ենք միասնական ու համախմբված ենք եղել ճիշտ առաջնորդի ու առաջնորդների շուրջ։ Այդ դա պետքա հիմա մենք անենք, ոչ թե sense ծվրված, ամեն մեկ իրան դնի հրամանատարի տեղ, պրոֆեսորի տեղ։ Եթե բոլորս ելնենք համախմբված որպես զինվոր ու համախմբվենք ճիշտ առաջնորդի շուրջ, այն առաջնորդի շուրջ, ով որպես պարգևել է այս հաղթանակները կկրկնվեն։ Այսօր մենք կարողանում ենք պատշաճ կերպով մեր հերոսներին գնահատել։ Չենք գնահատում, հենց դրա համար էլ այսօրին ենք։ Հերոսներին սկսեցին չգնահատել 18 թվականից սկսած, դրա համար հասանք այսօրին, որովհետև այս հաղթանակները մեզ պարգևել են մեր հերոսները։ Այդ հերոսների շնորհիվ ոչ թե ժողովուրդը, այո ժողովուրդն էլ, բոլորս էլ ամեն մեկս էլ ես էլ իմ չափով իմ լուման ունեցել եմ մեր հաղթանակների մեջ, բայց այդ հաղթանակը երբեք չէր լինի, եթե չլինեին մեր հերոսները, որոնց որ մերժելով սրանք եկան իշխանության ու պետությունն էլ հասին այսօրվան, Արցախն էլ կորցեցին ու մինչև հիմա շարունակում են մերժել։ Այսինքն եթե շարունակում են մերժել, շարունակվելու է կործանումը պարտությունները։ Հաղթանակը կվերադառնա այն ժամանակ, երբ որ այդ մերժման process-ը ստոպ կտրվի, կհամախմբվենք այդ հերոսների շուրջը։ Շնորհակալ ենք։ Ես էլ ձեզնից։